Այսինքն նստի։ Չէ։ Իզա նստի մեքենան արագացրու գնում ենք ստեղից։ Մենք ոչ միտեղ չենք գնում։ Դու ես որոշում փաստորեն։ Լսի ինձ հունից չհանես հենց հիմա նստի մեքենան, թե չէ կթողնեմ ստեղ կգնամ։ Դու գիտես։ Լավ, դու արդեն ստիպված կլինես հորս ու աղբորս հետ գործ ունենալ։ Ասում ես ուրիշ տղու հետ էր։ Հա, ապուշ։ Վերջ, պապ, էլ ես դրան չեմ ուզում։ Կուզես, ապուշ։ Պապ, ես այդ տղեն չեմ։ Ձենդ կդրի ապուշ, դու չես ուզում, մենք ենք ուզում։ Խի դուք ով եք որ։ Ես ու մերդ, քիչ ենք։ Պապ ինքը ինձ ուրիշի հետ դավաճանի, ես բերեմ մտցնեմ մեր պատվական ու սուրբ օջախ։ Ոչինչ, մի աչքդ քոր կանես, մի ականջդ էլ խուլ։ Ապուշ։ Այս ուրիշ բան, թե չեն ինչ էր։ Երկար ենք ստեղ մնալու։ Ինչի վախենում ես։ Չեմ։ Հա, ինձ չես վստահում։ Դե լավ կատակ եմ անում, նոր ենք ծանոթացել, բնական է, բայց իզուր։ Ինչ եղավ, լավ չես զգում։ Ինձ շատ շտապ ինսուլին է պետք։ Տեղն եմ մոռացել։ Հիմա ինչ անել որանց այս տեղի։ Արա, ես ես քանի տարի այդ մանկատունդ պահում եմ, քեզ առանձին փող եմ տալի, ինչի համար, որ դու դաստիարակ էիր ու տային մեջ, չէ։ Բա հիմա քթի տակ ես ինչ ես մեծացրել արա, ես ինչ թայրոն է, ես չեմ հասկանում, թե անպայման պետք է քո պարտավորագիրը մի հատ էլ կարդալ տամ։ Արթևանյան ջան, այդքան հեռու մի գնա, ինքն էլ վատ երեխա չի, հավատացնում եմ քեզ հիմարություն արել։ Ապկար, ասում եմ ուրիշի հետ թռել է, դրանից է վատ բան։ Կպարզենք, տենց չենք թողնի։ Լսի, արդեն 24 ժամը լռանում է, իսկ դու մինչև հիմա գլխիս տակ փափուկ բարձես դնում ես, չեմ հասկանում։ Բաբիկ ջան, ոչը ցնդեց այ ախպեր գտնելու ենք հանգիստ տեղի։ Դե արագացրու։ Հե, պապ, էլի Անդերսոնին էր հիշել։ Յա, ես դու Անդերսեն էլ գիտես, հա, ախպորդ մեզ տղես, մի արա էլի, դու եմ սկսում ես մտածել, չէ, ջանս ես դող է մտնում։ Անի ջան, արի նստի մեքենան։ Որ էլի դրանց ճանկն ընկնենք։ Ինչ ուզում ա լինի, գույնդ տեսել ես։ Ամեն ինչ դրել է պայուսակի մեջ բացի դեղերից ես։ Էդ եք էլի դուք, մազերներդ երկար։ Լավ կատակ եմ անում, զենքերդ մի հանի։
Ես Առնո Սամվելի Սարգսյանս, ծնված 1976 թվականի նոյեմբերի 4-ին, հանդիսանալով Անի Սարգսյանի հայրը, հաստատում եմ, որ իմ ողջ գույքը, ներառյալ բնակարան, առանձնատուն, բանկային հաշիվներ ու անձնական ունեցվածքը պատկանում է իմ դստերը։ Մինչև նրա 18 տարին լռանալը որևէ անձ իրավունք չունի տնօրինել կամ վաճառել այն։ Վստահված անձանց Բաբկեն Հայկի Վարդանյանի և Լիդիա Վարդանի Սարիբեկյանի միջոցով խիստ սահմանափակ բաժնով թույլատրվում է օգտագործել միայն բուժման, կրթության և կենսական շատ խիստ կարիքների համար։ Խնդրում եմ ձեզ, արհազատներս, նենց արեք, որ երեխես տեղից ողջ առողջ դուրս գա, ես ոչ մեկ չունեմ, ու ոչ մեկին չեմ վստահում։ Ցավը տանը դու ստեղից դուրս արի, հետո էլ ինքդ քո երեխով կզբաղվես, էլի վատ բաներ չմտածես, Առնո ջան։ Չէ, բաբիկ, ծանր վիրահատություն ալնելու։ Ու այդ վիրահատությունից հետո մի 20% հավանական ես ողջ կմնամ, թե չէ։ Խնդրում եմ Առնո ջան, արի լավատես լինենք։ Այդ ես եմ քեզ խնդրում, Լիդիա ջան։ Ես գիտեմ դու լավ փաստաբան ես։ Իմ բոլոր գործերի գլխին դու ես կանգնած եղել։ Ես ուզում եմ մինչև 18 տարեկանը դուք տիրություն անեք, որ երեխես անտես չմնա։ Խնդրում եմ ձեզ։ Արի լավատես լինենք։ Չէ, Լիդիա ջան, արի պատրաստ լինենք մարտահրավերներին։ Ես ուզում եմ ողջ գույքն ու ունեցվածքս թողեմ Անիիս։ Բայց այդ ամեն ինչը ինքը իրավունք ունենա տեր կանգնելու 18 տարեկանը լրանալուց հետո։ Մինչ այդ դուք տիրություն արեք, խնդրում եմ ձեզ։ Ցավը տանեմ, Լիդիաս ամեն ինչ կկազմակերպի, դու կարևորը ապաքինվի, հետո էլ թղթերը սենց կպատրենք ու կշպրտենք մի կողմ։ Կարդացիր։ 3 անգամ, ափսոս որ մինչև 18 տարեկան լրանալը վաճառքը ու փոխանցումների միջամտությունը արգելվում է։ Այդքան միամիտ չի, գլխի կանգներ, հո անխելք չի։ Այնքան անխելք չի, որ մեզ ընտրեց։ Մնում է երեխու հարցերը լուծենք։ Դրան պահով է։ Պահելուն գործը չի հասնի, բան եմ մտածել։ Չհասկացա։ Ինչը չհասկացար, հետո կասեմ գնանց։ Ժամանակը հասավ, տանուլ տալ չեմ կարող, փախուստ մանկությունից չի լինելու։